Ինչ է անհրաժեշտ Viber-ում խանութ ունենալու համար։ Եվ առաջ պետք է բացեք AZ եւ AZ-ին կցված դրամային հաշվի համար։ Եթե ձեր խանութը բացելու եք Ռուսաստանի Դաշնությունից, ապա ձեզ անհրաժեշտ է լինելու IP եւ IP-ին կցված ռուբլու հաշվի համար։ Հաստատքները կարգավորելուց հետո մտնում ենք Yandex, Google հավելվածներ, այնտեղ գրում ենք Viber-ից seller, որից հետո մեր էկրաններում հայտնվում է seller Viber-ից ru հավելվածը։ Մտնում ենք տվյալ հավելվածը եւ մեր էկրաններում հայտնվում է այս պատուհանը։ Այստեղ գրելու եք այն հեռախոսահամարը, որով բացված է գնորդի էջ։ Եթե դուք բացելու եք Ռուսաստանի Դաշնությունից, ապա գրում եք +7 եւ շարունակում եք։ Եթե բացելու եք Հայաստանի Հանրապետությունից, սեղմում եք դրոշի վրա եւ կարող եք ընտրել այն երկիրը, որտեղից գրանցվելու եք։ Գրում ենք հեռախոսահամարը, որից հետո մեր հեռախոսին գալիս է կոդ։ Կոդը հնարավոր է գա նաեւ Viber-ի գնորդի էջին։ Կոդը գրելուց հետո բացվում է հաջորդ պատուհանը։ Հաջորդ պատուհանի մեջ գրված է Ռեգիստրացիա продавца Viber страны։ Ընտրում եք այն երկիրը, որով բացված է ձեր AZ-ն, որից հետո սեղմում եք ներքևում продолжать регистрацию։ Այս պատուհանի մեջ Viber-ը ձեզ ասում է, որ եթե գրանցվում եք այս պահին, ապա արժեքը 200 դրամ է։ Հետագայում թե ինչ արժեք կլինի, ոչ ոք դրա մասին ասել չի կարող։ Ինչպես նաև կողքը նշված է, որ այս պահին եթե դուք գրանցվեք, ձեր խանութը ակտիվ կլինի 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Անցնելով գրանցման հաջորդ փուլին, այստեղ դուք ընտրելու եք, թե որ հարկատեսակով եք ուզում աշխատել։ Հիմնականում Viber-ում ովքեր ունեն խանութ, իրենք ընտրում են IP BZNTS տարբերակը։ Ունենեն հատվածում գրում եք ձեր AZ-ի վրայի թվերը, որից հետո краткие наименовые продавца ներքևում նշված է օրինակ, например, IE եւ գրում եք ձեր անուն ազգանունը։ Ներքևի տողում полные наименовые продавца այդ հատվածում գրում եք ամբողջական անուն, ազգանուն, հայրանունը։ Տվյալները ամբողջությամբ լրացնելուց հետո եւս մեկ անգամ ստուգում ենք, որից հետո սեղմում ենք продолжать։ Հաջորդ պատուհանում ձեզ մոտ երևում է ռեկվիզիտները։ Բացում եք ռեկվիզիտները, ներբեռնում եք, մոտենում ենք բանկ եւ աշխատակցուհու միջոցով վճարում ենք 200 դրամը։ Գումարը չենք վճարում հեռախոսի միջոցով, չենք վճարում տերմինալների միջոցով։ Ինչպես նաեւ այստեղ ուշադրություն ենք դարձնում назначение платежа հատվածը։ Այստեղ բանկի աշխատակցուհուն խնդրում ենք, որպեսզի այս տողը լրացնեն անգլերեն տառերով։ Եվ իմ վերջին խորհուրդը ձեզ, քանի որ այս պահին Viber-ում գրանցվել է 200 դրամ է, շատերը մեկ կարևոր քայլի ուշադրություն չեն դարձնում։ Երբ բացեք ձեր AZ-ն 20 օրվա ընթացքում մոտեցեք հարկային եւ իրենց տեղեկացրեք, թե որ հարկատեսակով եք դուք աշխատելու։ Հակառակ դեպքում ավտոմատ կհայտնվեք ավելացված հարկման դաշտ։ Հուսով եմ տեսանյութը հետաքրքիր էր, կսպասեմ ձեր մեկնաբանություններին։